Այսօր այցելում էինք Արմավիրի գյուղերը, երբ դալարիկ հասանք, ուզում էի հասկանալ գյուղատնտեսական ինչ միջոցառում, ինչ պրոյեկտ անենք, ոնց անենք, որ մարդիկ լավ ապրեն, մինչև էդ էլ ուսումնասիրել էի այդ գյուղը։ Բայց մի բան նայեցի, տեսա մի հատ կրպակ կա, ու այդտեղից ջուր են առնում։ Ասեցի, բա ջուրը ինչու են առնում, տանը չկա։ Ասում են, չէ, գյուղում ջուր չկա խմելու։ Ժողովուրդ, մենք այնքան քիչ սպասելիք ենք ունեցել մեր Հայաստանի Հանրապետությունից, այնքան քիչ բան ենք ուզել մեր երկրից, որ սովորական ջուր չունենալով հարմարվել ենք։ Ոնց կարելի առանց ջուր հարմարվել։ Ժամանակն է միասին փոխելու մեր երկրի ապագան։ Արմավիրի աշխատասեր ու արժանապատիվ ժողովուրդը արժանի է անվտանգ, զարգացած եւ ուժեղ Հայաստանի։ Մեր երկրում մարզերի զարգացման որևէ քաղաքականություն չի իրականացվում։ Արտագաղթը հասել է ծայրահեղ մակարդակի։ Ժողովրդագրական տվյալները սարսափեցնում են, ծնելիությունը նվազել է 12%-ով։ Ուժեղ Հայաստան դաշինքը ստեղծում է ազգային վերածննդի հիմնադրամ, որը կմշակի պետական ծրագրեր ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։ Բարձրացրեք ձեր գլուխները, ձեր սրտերից վանեք վախը եւ միասին եկեք կերտենք մեր երազած ուժեղ Հայաստանը։ Գիտեմ, որ մարզում մեր եզդի եղբայրներից է շատ կա։ Իմ սիրելի եզդի քույրեր եւ եղբայրներ, ես համոզված եմ, որ ժամանակն է ընտրելու փոփոխությունը, ժամանակն է ընտրելու ուժեղ Հայաստանը, ժամանակն է թույլ եւ անարդյունավետ կառավարումը փոխարինելու ուժեղ պետականությամբ եւ պատասխանատու առաջնորդությամբ։ Մեր ժողովուրդը չի սիրում, որ իրան ճնշում են։ Մեր հայազգը թասիբով է ու արժանապատիվ։ Ու ժողովուրդ ջան, մենք եկել ենք երաշխավորելու, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանությունը, որ կտրեց իր կապը իրավունքի ու օրենքի հետ ու կորցրել է կապը մեր ժողովրդի հետ, գնալու է, իսկ ուժեղ Հայաստանում այլևս որևէ քաղաքացի քաղաքական հայացքի համար չի հետապնդվելու։ Հայ մարդը փոփոխություն է ուզում։ Հայ մարդը ուզում ապրի իր հայրենիքում բարեկեցիկ, ապահով ու խաղաղ։ Մենք եկել ենք ասելու, որ ունենք են մարդուն, ով դա երաշխավորում է։ Դա Սամվել Կարապետյանն է։ Իրար հետ կկառուցենք ուժեղ Հայաստան։